Բարի լույս, ամենաբարի առավոտն եմ ցանկանում ձեզ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ, աշխարհով մեկ սփռված հայեր ջան։ Աստված օրհնի ձեր օրը եւ ձեր գործերը։ Գարուն է եկել, բոլորս էլ զբաղված ենք արդեն գործերով, ամենալավն ու բարին եմ մաղթում բոլորիդ։ Իսկ հիմա դրել եմ 2 բաժակ կոֆե, ինձ ու որդուս, գնանք դուրս կոֆե խմենք միասին, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք, նոր տեսնենք ինչ ենք անելու։ Այսօր շատ խառն եմ, շատ։ Ընթացքը կտեսնեք, իմ լավ բարեկամներ, հերթով, կարգով, կանոնով ցույց եմ տալու, թե այսօր ինչ գործեր ունեմ անելու։ Իսկ հիմա կոֆեն եփի, վերցնենք գնանք դուրս։ Կոֆեն եփեց, սիրելիներս, վերցնեմ գնանք դուրս, միասին խմենք։ Նորից արևոտ, անուշ եղանակ է դրսում։ Իսկականից չես ուզում, որ ներս գնաս։ Հաճելի է դրսում կոֆե խմելը, մանավանդ ձեզ հետ եւ որդուս հետ։ Ինչպես եք սիրելիներս, ես լավ եմ, փառք Աստծո, տրամադրությունս լավ, աշխատանքային։ Հաստատ գիտեմ դուք էլ եք լավ։ Ուզում եմ ոչ միշտ լավ լինեք, առողջ լինեք, չհիվանդանաք։ Արագ խմեմ, վերջացնեմ, անցնեմ գործի։ Սիրելիներս, կոֆեն միասին խմեցինք, բոլորիս կոֆեն անուշ լինի, իսկ հիմա ցույց եմ տալիս, թե այսօր ինչ եմ անելու, ինչ եմ ցանելու։ Նախքան ցանելը ուզում եմ ձեզ ասել, որ ձեռքիս տակ ցանած լոլիկներն են, սիրելիներս, լոլիկների սերմերն են, պղպեղների սերմերն են, որոնք շատ էին գնել, հիմա մնացածը, որ մնացել են, հիմա ես կպահեմ մյուս տարվա համար։ Շատ ընտիր պղպեղների սերմեր էր, իսկ կծու պղպեղները, ծիծակը, դեղինը և կոտոշը, սիրելիներս, իմ վերցրած սերմերն ենք ցանել։ Ձեզ ասել եմ, որ տարել ենք Ալայենց տուն, սիրով ցույց տվեցի, արդեն սածիլները դրել ենք հիմնական իրենց տեղը կասետների մեջ, երբ որ կմեծանան, նոր կբերենք արդեն մեր հողամասում սածիլները կսածիլենք։ Տեսեք, ես ձեզ լոլիկների սերմերն եմ ցույց տալիս, ավելի ճիշտ տուփերը, տեսնում եք, հաղարջի նման, բայց իրականում հաղարջ չի, սիրելիներս, գույնը նման է հաղարջի, իրականում դա լոլիկներ է։ Լոլիկների սերմերից ցանել ենք 10-ից 15 սորտի լոլիկներ, կարմիր, մանուշակագույն, դեղին, շատ համեղ սորտեր են։ Իսկ հիմա բոլոր սերմերը, տուփերը հավաքեմ, անցնենք, թե ինչ եմ ցանելու։ Այսօր ցանելու եմ, սրանք էլ վարունգի սերմերն են, սիրելիներս, դեռ շուտ է որ ցանեմ, ապրիլի սկզբին էլ վարունգի սերմերը կցանեմ, հավաքեմ, որ սկսեմ ցանել։ Տեսնում եք ինչպիսի քաղցր խոշոր պղպեղի սերմեր են գնել, նորից տարբեր տեսակի են, տարբեր սորտերի պղպեղներն են, քաղցր պղպեղները։ Հիմա սաղ կհավաքեմ, սիրելիներս, նոր արդեն կանցնենք ցանելու պրոցեսին։ Ես այսօր ձեզ մանրակրկիտ բացատրելով ցույց կտամ, թե ես ինչպես եմ ցանում սերմերը և ամեն ինչ մի խոսքով ցույց կտամ։ Այստեղ գնել ենք խանութից լոբու սերմ, մեր հայկական լոբու սերմի նման է, բացել ենք, հետաքրքրության համար տեսանք, ընդամենը 10 հատիկ է, կցանեմ փորձնական, եթե հաջող լինի, տեսնենք ինչ սորտի լոբի է,
նոր կգնեմ արդեն, բայց ես ունեմ Հայաստանից բերված ընտիր վայրոնկա լոբու սերմը։ Հիմա հավաքեմ և անցնենք գործի, անցնենք ցանելուն։ Սիրելիներս, մինչև ցանելը ուզում եմ այս հողի մասին խոսել։ Շատ թեթև հող է, երկար տարիներ այս հողն ենք օգտագործում։ Այս հողի մեջ ցանված սերմերը շատ լավ փարթամ սացիլներ են լինում և շատ հանքային տարրեր կա այս հողի մեջ։ Սիրելիներս, հողը լցրել եմ մեծ տարայի մեջ, պետք է թռչենք։ Մի փոքր թռչում եմ, շատ քիչ։ Թռչելու եմ ոչ սառը ջրով, այլ սառից մի փոքր գոլ, սենյակային ջերմաստիճանի և այսպես լավ խառնում եմ։ Հիմա, սիրելիներս, շատ չենք ջրում և չոր հողի մեջ էլ չենք տնկում։ Չոր հողի մեջ որ տնկենք, լավ չի աճի, հետո որ ջրենք, դուրս կգա հողի երեսը։ Դրա համար հողը նախապես թռչում ենք, նայեք, բռունցք եմ անում, եթե ջուրը կաթեց, բավական է, արդեն հողը պատրաստ է ցանելու։ Հիմա մի հատ էլ խառնեմ, նոր կլցնեմ համապատասխան ամանների մեջ, որտեղ որ ցանելու եմ։ Մի կողմ դնեմ, ձեռքերս մի հատ ցողեմ, նոր ջուրը դնեմ մի կողմ, ջուրը արդեն մեզ հարկավոր չէ։ Սառը ջրով էլ որ թռչեք, սիրելիներս, լավ չի աճի, գոլ ջրով պետք է թռչել, սառից մի փոքր տաք։ Հիմա մեր ցանած լոլիկների, պղպեղների սերմերն են, պետք է ունենա 10 սանտիմ բարձրություն ամանը, որ լավ աճի։ Եթե ցածր է, արմատները լավ չեն աճում։ Հիմա էլ չեմ լվանում, հողոտ են։ Կլցնեմ ամանների մեջ, հերթով ցանելու եմ, այսօր ցանում եմ ռեհանի, նեխուրի և աստրածաղիկի սերմերը։ Որտեղ եմ դրել աստրան։ Հիմա աստրան առանձնացնեմ, ընդամենը 4 սորտի աստրաներ են, շատ գեղեցիկ գույներով, այս աստրան մեր ծիրանի գույնի նման է, հենց այդպես էլ կոչվում է, ցվետ աբրիկոսովի։ Աստրաները շուտ եմ ցանում, որովհետև հողի մեջ ցանելուց շատ դժվար են ծլում, սիրելիներս, և շատ ուշ են աճում, դրա համար հիմա կցանեմ, հետո կհանեմ, արդեն սացիլները հողի մեջ կդնեմ։ Բայց մինչև հողի մեջ դնելը պետք է արդեն նորից դնեմ բաժակների մեջ կամ կասետների մեջ։ Սացիլ եմ նոր հողամասում արդեն կդնեմ իր իսկական տեղը, տեսնում եք, ինչ սիրուն են, և բարձրությունը 65-70 սանտիմետր է։ Շատ լավ են, սիրում եմ բոլոր տեսակի ծաղիկներ, աստրա, ամեն ինչ, դե մեխակն էլ ցանել եմ, թափել է սերմը, տեսնում եք, հլը տեսեք ինչքան գույներ ունի այս աստրան։ Այսօր օրը պայծառ է, լավ օր է, օրն էլ երեքշաբթի, բայց չգիտեմ երբ կտեղադրեմ հոլովակը, երևի վաղը, հավանականություն կա վաղը կտեղադրեմ, սիրելիներս։ Հիմա արդեն առանձնացնեմ և ցանեմ, 4 պակետ է ընդամենը։ Սրանք էլ հավաքեմ։ Այստեղ էլ արդեն ցանելու եմ նեխուրը, մեկ պաշկա եմ ցանելու, մեկ տուփը բավական է, շատ մեծ, խոշոր նեխուր է, սիրելիներս, միշտ նեխուրը մեկ, տեսնում եք, ինչ հաստ քոքերով նեխուր է, քյարավուզ, մեկ պաչկան կցանեմ և կհանեմ, սացիլ կանեմ, իսկ մնացածը արդեն հողի մեջ, և ռեհանն է մեր հայկական Երևան տեսակի սորտն է,
Բայց ես ունեմ վերցրած ռեհան, իհարկե սիրելիներս ես չեմ վերցրել, այստեղ երևի ռեհանը չի հասցնում, Հայաստանից են բերել։ Իսկ այս սալաթները, մեր հայկական մառոլն ունենք, սրանք բոլորը արդեն կցանեմ հողի մեջ, սա մեր սպիտակ ճավն է, որը կոչվում է մանգոլ, թթվի համար, ուտելու համար լավ է, առանց տակի է, առանց գլուխների է, մնացածը հողի մեջ, այսօր միայն ռեհան, նեխուր և աստռան եմ ցանելու։ Արդեն աշխատանքները սկսվել են ցանկերը, ուրախությունով դուք էլ ինչ ցանում եք, մեկը դնեք, 1000-ը վերցնեք, սիրելիներս։ Հիմա սկսենք։ Այս պաչկայի մեջ մի քանի հատիկ է, գիտեք, շատ քիչ է սերմերը աստրայի, բայց կա պակետ, որ շատ է, սա այս գույնի, ծիրանի գույնի աստրաների մեջ ընդամենը մի քանի հատիկ է։ Հիմա բացատրելով ձեզ ասում եմ, թե ես ոնց եմ ցանելու, սիրելիներս, կոչ է կպած, վերցնեմ, թրջած հողը, չենք սեղմում շատ, լցնում ենք ամանի մեջ, ասեմ, որ ամանի հատակը պետք է ծակ չլինի, անցքեր չունենա, որ հողը չթափվի, հիմա ծլելու համար ենք, ցանելու համար ենք, այսինքն հողը լցնում, մի թեթև սեղմում ենք, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ հող է, ցանկացողներին կարող եմ անունը ասել, չգիտեմ Հայաստանում կա թե ոչ, ինձ թվում է բոլոր տեղերում էլ կա, սա ծառերի, տերևների փտած տորֆանման հողերն են, բոլոր օգտակար տարրերը կա այդ հողի մեջ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ցանեցինք, կներեք, հողը լցրեցինք, մի թեթև սեղմեցինք, տեսեք, կարող ենք ընդհանուր ցանել, հիմա սերմը բացեմ, բայց ես սիրելիներս ուզում եմ գծիկներով ցանել, կարող եք ասեցի ընդհանուր ցանել, բայց ես գծիկներ կանեմ հիմա, նոր կցանեմ, մատով, հենց մատով, մի թեթև, այսպես փոսիկներով, անցքեր եմ անում, ոչ թե անցքեր, գիծ եմ քաշում, և հիմա կցանեմ աստռան, շատ քիչ է, մի քանի հատիկ, հատուկ սերմերը, այդ պաչկաների, սիրելիներս, առանձին չեմ ցանելու կամ սածիլելու, ընդհանուր խառնելու եմ սածիլներ իրար, նոր տնկեմ հողի մեջ, որ գեղեցիկ լինի, հիմա սա դնեմ այստեղ, մի թեթև քամի է չտանի, ձեռնոցս հանեմ, ձեռնոցով հարմար չի ցանելը, սերմերը կպնում է ձեռնոցին, և այսպես, ոչ շատ խիտի դեպքում շատ բարակ սածիլներ ենք ստանում, բայց շատ նոսր էլ չէ, սովորական ցանում ենք, աստռաներ շատ եմ սիրում, անցած տարվա աստռաներս շատ, գլուխները խոշոր, 5-6 սանտիմետր շարավիղություն ունեին, այսինքն դուք էլ տեսաք սիրելի հետևորդներ ջան, շատ գեղեցիկ է, կխառնեմ բոլորն իրար հետ, որ գույները չառանձնացնեմ, խառը գույներով ցանեմ, և հիմա մի թեթև, այսենց վերևից, նույն թրջած հողն ենք լցնում, էլ չենք ջրելու, այսպես ցանում եմ հողը նորից, ծածկում ենք, այնքան ենք լցնում, որ ոչ մի սերմ չերևա, ու էլ չենք ջրում, այս ամանը, այս սպիտակ
ամանը, շուռ եմ տալիս վրեն, իրա ամանն է, իրար հետ են գնել, ստացվում է ջերմոց, ծածկում դնում ենք մի կողմ, ծաղիկներից հետո ցանում եմ նեխուրը, քյարավուզը, ցանում եմ սովորական կանաչիի նման, այլ ոչ թե ծաղիկի նման գծիկներ եմ արել, հիմա կցանեմ և նույն ձևի հողը կլցնեմ սերմերի վրա, շատ թեթև հող է, շուտ կծլի, սիրելիներս նեխուրը ցանում եմ, այդ սորտի նեխուրը, որ հաստ քոքեր ունի, ես սիրում եմ, որ ցանեմ, հանեմ սածիլ եմ, իր տեսքը արդեն երևում է, իսկ որ ցանում ես, այդ հաստ քոքերը չի լինում, շատ համեղ է, ես շատ օգտագործում եմ շաքարային դիաբետի համար, մի հատիկ է, հիմա երկրորդն էլ կցանեմ, թող շատ լինի, ոչինչ, այսքանը որ ծլի մի աշխարհ կլինի, դե մեկին էլ լավություն կանեմ, եթե շատ լինի, որտև սովորական քյարավուզ եմ տնկելու, հիմա ծածկեմ պակետներով արդեն, ոչ թե պլաստմասայից սպիտակ ամաններով, այլ պակետներով, սա էլ է ջերմոցան նման լինում, հիմա ծածկեմ, երկրորդն էլ նոր արդեն ռեհանն էլ կցանեմ, հարթեցնեմ, որ հանկարծ բաց տեղ չլինի, վերջ, քյարավուզն էլ վերջացրեցի, ցանեցի, ես պետք է ցանեմ ռեհանը, գնված սորտ է, մեր հայկական Երևան սորտն է, տնական էլ ունենք, պետք է տնական էլ ցանեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա մի թեթև, սեղմում ենք հողը բավական է, որովհետև պետք է հողը թեթև լինի, որ շուտ ծլի, հլա տես ձեռքս թացեր, չեմ կարողանում բացել, կանաչիների նման ենք ցանում, նորից հող, մի թեթև, սիրելի հետևորդներ ջան, ցանեցի, վերջացրեցի, աստրաների սերմը, ռեհան և նեխուր, քյարավուզը, տեսեք արդեն մինչև քյարավուզը ռեհանը ցանեցի, տեսնում եք արդեն քրտնեց, դրա համար եմ ասում տաք տեղ պետք է դնենք և չենք ջրում մինչև ծլի, ինքը ցելոֆոնի, թե ցելոֆոն որ քաշեք, թե այսպիսի վակուում անեք, միևնույն է ջերմության տակ կքրտնի, այդ ջուրը կաթիլներով իրեն կջրի, հետո որ արդեն ծլեց պետք է հանենք, որ շատ չերկարի, սիրով ցույց տվեցի սիրելիներս, արդեն մեր գործերը սկսվեց, կամանց ամեն օր ինչ որ նոր գործ կատարենք, ձեզ սիրով ցույց կտամ, իսկ հիմա հավաքեմ սիրելիներս, տանեմ, դնեմ, որտեղ որ հարկավոր է, ես դնելու եմ պառավոների տակը, որ ջերմությունը տա, որտև շատ չնչին է վառվում, հենց որ սկսի ծլել, նոր կբերեմ լուսամուտի գոգին, կդնեմ արևի տակ, մի հատ էլ կոֆե բերեմ, խմենք միասին, նոր արդեն գնանք խոհանոց, ինչ եփելու հարցերը լուծենք, հավաքեցի, մաքրեցի, կոֆեն էլ բերեցի սիրելիներս, հիմա եթե ցանկություն ունեք երկրորդ անգամ ինձ հետ կոֆե խմելու, դրեք դուք էլ բերեք, միասին խմենք, այսօր մի փոքր չարաշահել եմ, երրորդ բաժակն է արդեն, որ խմում եմ, գործ անելուց հետո կոֆեն շատ լավ է,
հանգստանում ես, հիմա կասեք, էդ ինչ արեցիր, որ տիկին Մարինե։ Այո, ոչինչ չարեցի, բայց գործից հետո պետք է խմենք, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր էլ այսպիսի գործերով ենք զբաղված, այստեղ ձունը ոտից բավականին մաքրում է, որ այդ հալված ջուրը շատ չգա ոտներից տակ։ Ձունը այդպես կոտրում է, նայում եք ինչքան պինդ է ձունը, այնքան է եկել, նստել է և շատ ամուր է, կարծր, ջարդում է և տանում լցնում փողոցը մի անկյունի վրա, որտեղ որ մեզ չի խանգարի, որ եթե հալվի ցեխ լինի, այսօր տանն է, զբաղված է այսպիսի գործերով։ Իրով բոլորիդ բարևում է, սիրելիներս։ Կոֆեն խմեմ վերջացնեմ, արդեն որոշել եմ, թե ինչ պետք է պատրաստեմ։ Այրոգրիլի մեջ կարտոֆիլ եմ դնելու և կուպատիներ։ Այսօրվա ընթրիքը այս եմ պատրաստելու։ Հայաստան էլ արդեն հիմա բոլորը այգիները էտում են, կամ էլ էտել վերջացրել են, ծառերն են էտում, արդեն ժողովուրդը իրենց աշխատանքի հունի մեջ են մտել, իրենց օրվա գործերը կատարում են, ովքեր դաշտեր ունեն, դաշտերում են աշխատում, խաղողի վազերն են էտում, շատ գործերը կան անելու, սիրելիներս, ուրախ ենք, թող տաք լինի, մենք էլ մեր գործերը ուրախությունով անենք, առողջ լինենք, որ իմանանք մեր բոլոր գործերը հերթով, կարգով, կանոնով անենք։ Ես խմեցի, վերջացրեցի, եթե դուք էլ խմեցիք, վերջացրեցիք, անուշ լինի, իսկ հիմա արդեն գնամ պատրաստեմ այսօրվա ընթրիքը, գնամ ներս և պատրաստեմ այսօրվա ընթրիքը։ Սիրելիներս, արդեն կարտոֆիլը նախապես կեղևներից հեռացրել եմ, լավ լվացել եմ, չորացրել եմ և հիմա 2 կես եմ անում, հիմա համեմում եմ աղով։ Լավ խառնում եմ և մի փոքր էլ կարմիր պղպեղ եմ ավելացնում և բուսայուղ։ Ու ձեռքով լավ տրորում եմ, որպեսզի աղը, կարմիր պղպեղը և բուսայուղը իրար հետ համեմվեն։ Մաքրել եմ 3 հատ սոխ, հիմա 2 կես եմ անում, նախապես սոխի վերևի կեղևը հանել եմ, լվացել եմ, գլխի մասերն էլ հեռացրել եմ, հիմա 2 կես կանեմ, մի փոքր աղ կլցնեմ սոխերի վրա։ Մի փոքր կարմիր պղպեղ և մի փոքր էլ բուսայուղ, որ ավելի կարմիր և համեղ լինեն։ Իրար եմ քսում սոխերը, որ հավասարաչափ տարածվի բուսայուղը։ Մի 2-3 րոպե
Համեմված թողնելով կարտոֆիլը սկսում եմ մանրացնել, մանր կտորների եմ բաժանում և այդպես եմ դնելու այրոգրիլի մեջ, որ դառնա ֆրիի նման։ Մի հատ էլ լավ խառնեմ կտրտած կարտոֆիլները, որ աղն ու կարմիր պղպեղը խառնվեն իրար և կդնեմ այրոգրիլի ամանների մեջ։ Հիմա բերել եմ այրոգրիլի ամանները, առաջի ամանի մեջ դնում եմ կուպատիները, երկու տեսակի են, մեծ և փոքր կուպատիներ։ Հիմա այս մեծները դնեմ, երկրորդ ամանի մեջ կլցնեմ կտրտած կարտոֆիլները։ Սոխն էլ դնեմ կարտոֆիլների վրա, բայց փոշմանեցի, մսի հետ կդնեմ, կուպատիների հետ կդնեմ, համեղ կլինի։ Հիմա սոխն էլ շարեմ կուպատիների վրա և արդեն տանեմ միացնեմ այրոգրիլը։ Կարտոֆիլը հիմա առաջի համարի տակ կդնեմ, իսկ կուպատին և սոխը երկրորդի և կմիացնեմ ռեժիմը։ Սկզբից դնում եմ 20 րոպեի տակ, որովհետև չի եփում 20 րոպեում, ինձ թվում է կավելացնեմ անպայման, որտև առաջին անգամ պատրաստելուց ավելացրեցինք, կուպատիներն էլ 20-ի տակ եմ դնում, հետո նոր կավելացնեմ, ընթացքում կտեսնեմ։ Անցած անգամ հավի միսը 40 րոպեում եփվեց, որ լավ կարմրեց։ 20 րոպե եփվելուց հետո նորից ավելացրել եմ 20 րոպե, տեսեք ինչ լավ կարմրել է սոխը, ընտիր է ստացվել։ Կուպատիներն էլ հեսա կտեսնենք։ Կուպատիներն էլ շատ լավ են ստացվել, մեծերը։ Փրկություն է այս այրոգրիլը, շատ լավ ստացվում է։ Ամեն ինչն էլ, փոքրերը մի փոքր կարմրել են, այո, շատ են կարմրել, բայց ոչինչ չի վառվել։ Հիմա կարտոֆիլը հանեցի, ցույց եմ տալիս, նորից ավելացրել ենք րոպեն, 20 րոպեում այսպիսի արդյունք չէինք ստանա, սիրելիներս, տեսնում եք ինչ լավ ընտիր, կարմիր, խրխրթան կարտոֆիլներ պատրաստեց այրոգրիլը և սոխն ու կուպատին էլ հետը մեզ մատուցեց։ Դե ինչ սիրելիներս, այս քուրվա համար այսքանը, մնում ինձ ասել մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում, ստեսություն, եղեք առողջ և օրհնված, ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։